Տիեզերման հետ կապված ուզում եմ, որ նաև տեղեկացնեք մարզերում ապրող ձեր ընկերներին, որը ես օրինակ անհատապես արել եմ, գիտեք, որ Գյումրիում այսօր նույնպես ցույց են անում, Վանաձորում նույնպես ցույց են անում եւ այլն։ Ես կարծում եմ, որ սա բոլորի խնդիրն է, եթե հնարավորություն կա, ես ավելի արդյունավետ է, որ մարզերի ցույցերը տեղափոխվեն Երևան։ Առաջերտին հենց քանակի խնդիրը լուծելու առումով, գուցե ես սխալվում եմ, կուզեմ նաև ձեր պատասխանը լսել եք հարցի վերաբերյալ, եթե գուցե ես սխալվում եմ, որ մարզերից տեղափոխվեն Երևան։ Ճիշտ եք Արա Գրիգորյանն եմ ես։ Ես առաջարկում եմ, որ քանի որ բոլորը չեն տիրապետում խաղացույցերի մշակույթին, մի քիչ կազմարդերով հետևի այդ բաներին։ Եթե ցուցարարները կոչ են անում նստել, պետք է նստել։ Եթե ասում են կրակ մի արեք, պետք է կրակ չարվի։ Եթե ասում են փուչիկներով կրակ մի արեք, բարձրացրեք, ծառի վրա գցեք։ Դրանք բոլորը կախված են անվտանգության հետ կապված։ Եթե նորվա փուչիկները վառեին ծառը, այստեղ պաժարնիներ ու ոստիկաններ կներխուժեին։ Եթե երեկվա այն տղան, որ ֆակել էր սարքել, որ լույսերը հանգացված, դա մի քիչ էլ տարածում ստանար, անպայման հրշեջներ ու ոստիկաններ կմտնեին այս տարածք։ Ես խնդրում եմ իրազեկվի այդ մասին եւ հերթապահներ ունենա մեր հավաքը, որպեսզի այդ բաները կանխվի։ Աղմուկը եւ այլն եւ նստացույցը պետք է ապահովի անպայման, որպեսզի բոլոր միջոցառումները Երևան նախ եւ Երևան նաեւ պրովոկատորները նստացույց ներխուժող։ Դա շատ հեշտ է կանխել, եթե մենք կարողանանք կազմակերպել։ Ասում ենք հնչեց որ կազմեն 3-4 հոգանոց շուտ պահանջներ ներկայացնենք եւ հերթապահների պահով ուրեմն ժողովուրդ ջան մենք տեսանք դրա նախադեպը որ իշոմի 3-4 հոգի տես խումբ կազմել էին ու ինչ ելավ այստեղ խումբեր չկան ես ուզում ասեմ մենք բոլորս հերթապահ ենք մենք բոլորս գիտակցում ենք որ այդպես բաներ չանենք սա ինքնաբուխ ժողովուրդն է իսկ ես վերաբերում եմ պահանջներին պահանջները հստակ հնչեցին իմաստով օնլայն կա այսօր պետք չի ասենք դա 3-4 հոգի հավաքվեն ոչ արդեն որոշվեց տեղից խնդրում եմ չխոսեք այսինքն արդեն այստեղ որոշված 3-4 հոգի հավաքվելու կարիք կարծիքով չկա օնլայն հնչեց իմացան ինչ մեր պահանջները ու որոշողն են բոլորս ստեղ ենք իմ կարծիքով գրելու 3-4 հոգանոց խմբերի շորսած կազմելու իմաստ չեմ տեսնում Արմեն Բաղդասարյան, ուրեմն ժողովուրդ ջան, այն ինչ որ մենք ստեղ արդեն եղել ենք ու հաղթանակ ունենք, դա միանշանակ է։ Հիմա հաջորդ քայլը պետք է արվի շատ խելացի, շատ ողջամիտ, որպեսզի այս մեր եղած ժամանակահատվածը ու հաղթանակի հասածը եւ մեր այս ջահելների ուժը, որ ամբողջ աշխարհով մեկ արդեն իսկ սփռվել է այդ ուժի հերոսությունը, որ կանգնած են այդպես այդ ուժը, որ այդ ուժը հանգարց չանցնի որոշ ըստեղի քաղաքական ուժերի տակ։ Այդ բանը կա էլի, մտավախությունը կա, որ ուստեղ ասենք մնալով, դա կարա լինի։ Դրա համար շատ զգուշ լինենք այդ հարցում։ Ես չեմ հասկանում որն է հաղթանակ։ դեբատ չի սա հարց Լավ, հետո եթե չես հասկանում ինչ է։ հաղթանակի այսօրվա համախմբումն է որ ժողովուրդ վերածվեց դեբատի սա դեբատ չէ Մի ով էր մոդերատորը ով էր Վերից մի խոսացեք ժողովուրդ ես այս տարբերակն եմ առաջարկում ձեզ լավ ասենք համախմբեցինք ժողովրդին մեր պահանջները ներկայացրեցինք ու իրենք կոպիտ ասած քնած են էշի ականջում ճակերտով կառավարությունը չի զբաղվելու այդ հարցով ու սենց ձգձգվելու է ինչքան ժամանակ ես առաջարկում եմ կոնկրետ ժամանակ որոշել եթե չի արդարացվում մեր պահանջները մենք փոխում ենք սցենարը մենք պահանջում ենք այլ բան Այդ ճանապարհը մեզ պետք չի ես համաձայն չեմ համբերական համառություն խնդրում եմ դառնում է ժողովուրդ նախաձեռնություն այսինքն
Առարկություն ունես, հա ընկեր։ Չէ, Հիմա sense մեծ հարց կա ընդհանրության։ Այսինքն ես տենում եմ մարդիկ, հա, որոնք օրինակ ոչ թալանի մեջ էին, հա։ Հիմա էլի ստեղ են, ու տենում եմ մարդիկ, որ ընդեղ էին, հիմա ստեղ չեն։ Հիմա հարցը չի։ Հիմա նախ կարծիքները կիսվել են, հա, եթե կարծիքները կիսվել են, բնականաբար հանրության մոտ այդ առաջացնելու է մեծ կասկածանք։ Հիմա, եթե կա նոր նախաձեռնող խումբ, ինչ պատասխանատվություն է վերցնում այդ նախաձեռնող խումբը իր վրա, ու այդ նախաձեռնող խումբը կարող է հանգարց այնտեղ պարկած մայրերի ու քույրերի փոխարեն որոշում կայացնի։ Երաշխիքները որն են, կոնկրետ հստակ ֆունկցիաները, ինչն է նախաձեռնող խմբի, նախաձեռնող խումբը, թե ուղղակի մարդ, որը պետքա բարձրանա անդե, ասի ժողովուրդ։ Սենց ենք անում, թե չէ, նախաձեռնող խմբի ֆունկցիաները, մի րոպե, սպասի, մի րոպե էլի եղբայր, մի րոպե, ժամանակով եք խոսում, հիմա մի րոպե, այսինքն նախաձեռնող խումբը պետքա չթաքնվի ժողովրդի հետևը այն բանի համար, որ որոշ մարդիկ պատասխանատվության չենթարկվեն։ Էլի եմ ասում, չասած մարդկանց զգացմունքների հետ խաղալու, մենք ստե բոլորս եկել ենք լուրջ գործի համար, իրոք լուրջ բանի համար։ Բոլոր, չասեմ բոլոր, շատ մարդկանց մոտ կա հիասթափության որոշակի տոկոս կա։ Արդեն որ ոչ թալանը դառավ ժողովուրդը, ժողովուրդը ինչ է ասելու, մեծ ռիսկի տակ է։ Կոնկրետ առաջարկում եմ այս նախաձեռնությանը շատ օբյեկտիվ, շատ օպերատիվ կերպով արձագանքել մամուլին, ոստիկանությանը, քաղաքական գործիչների արած բոլոր տեսակի քաղաքական գործիչներին, լինի դա ընդդիմություն, չգիտեմ, հասարակական կազմակերպություն, անաչառ, օպերատիվ, օբյեկտիվորեն մարդիկ ինֆորմացիայի պակաս ունեն, նախաձեռնությունները անում էին հայտարարություններ 2 օրը մեկ, լավագույն դեպքում 1 օրը մեկ անգամ։ Ամենայն պատասխանատվությամբ ձեզ դուք կամա թե ակամա, ես տենում եմ, որ նախաձեռնությունը բնականաբար ինչքան էլ ասեք, չասեք, լիդերներ է ունենալու։ Ամենայն պատասխանատվությամբ հորդորում եմ ձեզ ուղղակի վերաբերվել այս լուրջ գործին, որ մենք շարունակենք, ինչի համար եկել ենք առաջի օրվանից։ Գիշերը երաժշտություն հնչեց մի պահ, էլ չի հնչի, էլ կհետևենք հնարավորինս բոլորս, որպեսզի երաժշտություն չհնչի։ Մի քանի հորդորել ուղղակի անվտանգության կանոններից ելնելով, ովքեր որ նստած են, հետևեք, որ հանկարծ գալիս են պայուսակ ինչ որ թողնեն, տարօրինակ դեմքերով մարդիկ պայուսակներ լինեն եւ այն, հա, այսինքն տարօրինակություն ցանկացած նկատելուց ինքներդ կանխեք առաջի հերթին։ Մանավանդ եթե կլինեն արտասահմանցիներ, չնայած ես հուսով եմ ու համոզված եմ, որ ոստիկանությունն էլ իր հերթին այդ երևույթին նաեւ հետևում է, որ չլինեն արտասահմանցի սադրիչներ նաեւ, չնայած կարա նաև մեր մեջից էլ հայտնվի, այսպես ասած։ Այսինքն հետևեք պայուսակներ, անծանոթ դեմքեր, ոչ նստող մարդիկ, հատկապես կանգնածներ, որ ձեր մեջ հայտնվում են, ուշադիր եղեք իրենց նկատմամբ։ Դա անվտանգություն։ Արմանի ասացի վերաբերյալ հավելում անեմ, որ ասեցիր 3-4 հոգի, Արմանը չի ասում 3-4 հոգու անունից, Արմանը ճիշտ բան է ասում իրական, ասում ուղղակի թղթի վրա գրենք այդ պահանջը, 3-4 հոգին ասում է գրագետ ձևակերպելու համար, զուտ, դա չի ստորագրվում ոչ մի կողմի, ոչ մեկի կողմից եւ այլ, հա, ուղղակի շարադրվում է, տակը գրվում է ժողովուրդ, մի րոպե, հա, արդեն ես հայտարարեցի մի րոպե, այդպես բան չկա։ ես հեսա կպատասխանեմ ձեզ Արամ մի րոպե մինչև Ժողովուրդ, Եկեք բան մի Արամ ջան, հեսա կպատասխանեմ ձեզ։ ուրեմն ձեր հարցը մի րոպե խնդրում եմ դրեք, հա, ձեր հարցի պատասխան Լսում եք, Արամ ջան, մի գնացեք, արգելի ընկեր Մանուկյան, մի րոպե սպասեք, խնդրում եմ, հեսա կանդրադառնամ, հա, այս կա Արմանը ուղղակի ասում է հստակ են, որ նոր ես հնչեցրեցի այդ 3 պահանջները, ընդամենը գրագետ ձևակերպի 2 օրինակից մեկը մեր մոտ, մեկն էլ ուղարկվի այն կողմ, տակն էլ գրվի, այո, ժողովուրդ, ես հեսա կպատասխանեմ, ինչու։ Եվ վերադառնամ վերջապես ձեր ասացին, Արամ ջան, ես ոչ թալանին, երբ որ նախաձեռնել է,
Ես իմացել եմ դա Facebook-ից, անկեղծ ասում եմ, միացել եմ իրանց օպերայում եմ գիշերել, այստեղ եմ եկել գիշերել, 7 օր այստեղ գիշերում եմ, անհատապես իրենց չեմ ճանաչում ոչ մեկին։ Ես ինքս եկել եմ իմ համար, ես նախաձեռնող չեմ, ես մասնակից եմ այս ամեն ինչի եւ այստեղ ոչ մեկ նախաձեռնող չի, նախաձեռնողա ժողովուրդը, այդ թվում նաեւ դուք այստեղ ներկա գտնվելով Չես կարծում, որ մենք որոշ կազմակերպչական հարցեր ունենք։ Այո, ունենք լուծի լավ բան չի։ Չէ, ունենք կազմակերպչական հարցեր լուծելու, որին դուք էլ կարող եք մասնակից լինել այդ կազմակերպչական հարցերին, այդ թվում հետևելով սննդի անվտանգությանը, այդ թվում հետևելով սննդի կետերին բաժանելուց, այդ թվում հետևելով որ ընկոմ սադրիչներ չանցնեն, այդ թվում հետևելով որ ժողովուրդը նստածը լինի եւ այլ, որ ժողովրդի մեջ սադրիչներ չհայտնեն եւ այլ։ Ժողովրդի հստակ պահանջը գրավոր գրենք, ներկայացնենք ընկոմ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր ասածին, որ հայտնվեն անհատապես կազմակերպիչներ, որոնք իրանց վրա պատասխանատվություն վերցնեն ժողովրդին կազմակերպելու, ժողովուրդը եկել է այստեղ ինքնաբուխ, ոչ մեկ անհատապես պետք չի պատասխանատվություն իմ համար վերցնի, որովհետև ես եկել եմ այստեղ իմ համար, առաջի հերթին։ Ու կարծում եմ դուք էլ եկել եք այստեղ ձեր համար ու ձեր համար կարիք չկա, որ ինչ-որ մեկը պատասխան տա։ Ուղղակի կազմակերպչական հարցեր։ Կազմակերպչական հարցեր, ասում եմ յուրաքանչյուրս այսօր այստեղ Դու իր հարցն ես պատասխանում։ Աղբահանությունն է, հեսա կկազմակերպենք։ Ես գիտեմ համարը 80-90-ը կզանգենք, թող գան աղբը տանեն։ Կազմակերպչական հարց համար 1։ Նախաձեռնող խումբը ես հասկանում եմ հետևյալը, նախաձեռնելա ինչ-որ մի բան, բերելա մարդկանց հարթա, վերջ, ստեսություն նախաձեռնության խմբին, այդ մարդիկ ովքեր եկել են, պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա, այդ առաջինը իմ կարծիքով, երկրորդը իմ կարծիքով, եկել են մարդիկ, աշխատանքային խմբերի կարան բաժանվեն, առաջինը կարա պատասխանատու լինի, չգիտեմ, մի խումբը պատասխանատու լինի երգերաժշտության եւ այլնի մասին, երկրորդ խումբը կարա պատասխանատու լինի ինֆորմացիան տարածելու մասին, ոնց, ասենք պլակատներով, ռուպերով, չգիտեմ, տարբեր ձևերով, որոշեն որն է ավելի արդյունավետը, երրորդ խումբը կարա պատասխանատու լինի ինչ-որ թղթեր, տեքստեր տարածելու համար եւ այլն, այսինքն կարելի է շատ հանգիստ որոշել ով ինչի համար ավելի լավ պատասխանատու կլինի, իրանք այդ մարդիկ ինքնակազմակերպվեն, աշխատանքային խմբերի բաժանվեն ու աշխատանքային խումբը աշխատի կոնկրետ մի խնդրի շուրջ։ Այդ այն կարծիքով հասարակությունն է ժողովուրդը։ Իմ անունը Վահե է, Բագրատյան, ուրեմն էլի թեման ծայցվեց, էլի սրա մասին եմ էլի խոսում, չնայած համարյա սպառիչ ամեն ինչ բան արվեց, սպառիչ բոլոր հարցերին պատասխանվեց։ Ես սենց եմ տենում, էլի, ես շարժման ֆենոմենն ու հզորությունն այն է, որ իրոք լիդերներ չկան, սա քաղաքական ոչ մի ուժի շահի չի սպասարկում, ես ուղղակի ժողովուրդը մենք ամեն մեկս մեզանով, ամեն մեկս մեր համար պատասխանատու լինելով, եկել ենք այստեղ բողոքում ենք մեր սոցիալական խնդիրների դեմ։ Այդքանը ու ամբողջ շարժման հզորությունը այն է, որ պատասխանատու մարդ չկա, ոչ ոք չի կարա բանակցի։ Մենակ պահանջ ունենք, մի հատ հստակ պահանջ ունենք, վերջացնեմ, հա, մի հատ հստակ խնդիր ունենք, ինքը այո կամ ոչ պատասխանների մեջ տեղավորվող հարց է, կամ պետքա լուծվի, կամ չպետքա լուծվի, ուրիշ ոչ մի շահարկումներ մեզ պետք չի, ոչ մի բանակցություն մեզ պետք չի։ Արամ ջան, Կա, չէ, իմ ասածից կարակ եզրական մի խոսեք։ Էսի հարց սա զրույց խոսակցություն զրույց չի, էլի։ Մի խոսեք։ Եթե քննարկում, դե պիտի քննարկում են բոլորս եկեք մի քննարկում։ Խնդրում եմ, էլ մի խոսեք դրանից, Արամ ջան։ Եթե ինչ-որ սենց ասեմ, էլի մի քիչ համացնենք մեր գործընթացների մեջ։ Ես զգացել եմ, որ եթե ես ասելիք ունենամ, ես կկարանամ տեղ գտնեմ, ես ասեմ։ Ես միկրոֆոնով հելնեմ ասելիքս ասեմ, այսինքն հիմա որ ես հիմա նստենք այսպես քննարկման ժամանակ, մենք որոշենք, որ ես ասելիք ունեմ, ու իմ ասելիքը տեղին, հա, որ ամեն մեկս իրականում խումբ չենք։ Ես համոզված եմ, որ այս շարժման մեջ ես տեղ կգտնեմ այդ հարթակում, նույնն էլ դու։ Այսինքն քո ասած ոչ ոքը, նաև բոլորն են, չէ՞։ Եթե ոչ նորմալ է տենց։ Ես մարզերի հետ կապված չեմ, որ մեկը բան մենա ասել։ Տեղից հա, ուղղակի հիշացնում եմ, որ պատասխան չեմ ստացել։ Բարև ձեզ, Պողոսյան Գևորգ անունս,
մի երկու բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնեմ։ Առաջինը տարբեր մտքեր ասվեց այդ պահանջների ձևակերպման մասով, ասվեց որ on-line ասվել է բավարար է, թղթի վրա հանձնվի եւ այլ։ Ես ուզում եմ հատուկ նորից շեշտեմ, պարտադիր եկեք այդ 3 կետը, որ մեր ընկերը նշեց, ձևակերպենք։ Այդ ուրեմն մեր պահանջները, որ ունենք, առաջինը այդ հոսանքի գնի իջեցումը, որը արդեն այսօր ըստ որոշման թանկացված է, չեղարկումը, այդ մեկ, իմիջիալոց պրիորիտետներով է սենց շարվում նաև, էլի, առաջինը չեղարկումը, երկրորդը, ուրեմն այն մարդկանց պատասխանատվության կանչելը, ում կառավարման պատճառով պարտք է կուտակվե, որի հետևանքով էլ այս գնի թանկացումն է եկել, այսինքն այդ հեծի մենեջմենթի պատասխանատվության կանչելու հարցը, ինչի համար այդ 250 միլիոնը պարտ կուտակվել։ Ու երրորդը հնչեցվեց այդ առաջի գիշերը 237 հոգուն բերման ենթարկած ոստիկաններից, ովքեր ապօրինի քայլեր են արել, մասնավորապես ծեծի են ենթարկել, իրանց պատասխանատվության կանչելը։ Ըստ այդ հերթականության ցանկանում եմ բոլորդ այդ ֆիքսեք, էլի, որ պարտադիր է դա ձևակերպելը ու մաքսիմալ հնարավոր տարբերակներով տարածելը, որպեսզի որևէ մեկը անգամ շանս չունենա այս ուրեմն նախաձեռնություն չասենք, հա, այս ինքնաբուխ միտինգի պահանջները խեղաթուրելու, ոչ մեկ հնարություն չունենա։ Չասեմ, որ քաղաքականացվում է, ուրիշ պահանջներ առաջ տամ, դրա համար պարտադիր պահանջ է, էլի դա, ֆիքսել ու տարածել։ Երկրորդը։ Հա, դա եւս, այսինքն այդ արդեն տվյալ ուրեմն տվյալ ինֆորմացիան տարածելու միջոցներից մեկը կլինի մամլոասուլիսը եւ այլն։ Երկրորդ բանը, ինչի վրա ուզում էի ուշադրություն դարձնել, կազմակերպչական հարցերը։ Եթե ես չեմ սխալվում, նաև իրավական տեսանկյունից ինքնաբուխ միտինգը այլ իրավունքներ ունի, ինչ որ մեկի կողմից կազմակերպված միտինգը այլ։ Այս պահի դրությամբ փաստացի, այս միտինգն ինքնաբուխ է, որն ունի ավելի ազատ իրավունքներ իրավական տեսանկյունից, ուստի առաջարկում եմ այդ ֆորմատն էլ շարունակենք պահել։ Ինչ վերաբերում է նրան, թե ոնց է բա գործը կազմակերպվելու, եթե չկա նախաձեռնող խումբ, մեր ընկերու ձեր անունը ինչպես էր, Նարա, Լալա, հա, Լալայի ասածը շարունակելով, ուրեմն կկազմվեն համապատասխան խմբեր, պատասխանատվություն, որոնք կկրեն առանձին գործառույթների համար։ Այդ վոլոնտյորների ուրեմն ձևով է կազմակերպվելու, հա, օրինակ տեքստ ենք գրում։ Հենց հիմա կարան մի 3-4 հոգի, երբ որ արդեն հասնենք դրան, հա, առաջարկեն, ասեն, ես կարամ այդ տեքստը լավ գրեմ։ Սննդի ինչ-որ կազմակերպման հարց ենք լուծում, կամ ասենք միկրոֆոնը իր տեխնիկայով, հա, ուզում ենք ինչ-որ ձև վերահսկվի, հենց այս ժողովրդի մեջից մարդիկ կասեն, որ ես այս ինչ բանը կարամ անեմ, ես այն ինչը, կկազմվեն այդ խմբերը, ու այդ խմբերի միջոցով համապատասխան գործառույթները արդեն կկազմակերպվեն։ Ոչ մի խնդիր այդտեղ չկա, խնդրում եմ ոչ մեկ թող չանհանգստանա նախաձեռնող խումբ չունենալու այդ ոնց որ իրավիճակից, էլի։ Այսքանը։ Երկու հիմնական շնորհակալություն։ Ես մոռացա ասել դրա վերաբերյալ, որ ընդհանուր հավաքին բոլորը պետքա զեկուցեն։ Այսինքն ինչ որ կոնկրետ ժամին հայտարարվում ընդհանուր հավաք, բոլորը հավաքվում են ու այդ ամեն ինչ աշխատանքային խմբերը զեկուցում են։ Մի վարքան, ինչ է։ Ընտրեմ։ Վահե Մկրտչյան, մարզերի մասին կարծիքը չէ՞, որ կարելի է անենց անել, որ այդ ժողովուրդը գազտե։ Ինձ թվում է դա նպատակահարմար չի, ավելի ճիշտ է որ ամեն մեկը հենց իր մարզում էլ իր ցույցը անի, իր նստացույց կլինի, թե ինչ բնույթի կլինի։ Նախ այն առումով որ գալուց մարդկանց մի մասը կարող է չկարենա գա, այդ մի մասը հետո ընդեղ էլ չշարունակի, հետո մյուս կողմից էլ սենց ավելի ճիշտ ու սիրուն է ստացվում, երբ որ երկիրը ամբողջությամբ իր բոլոր հատվածներով ինչ որ մի բանից դժգոհ է ու արտահայտում է իր դժգոհությունը, բայց եթե մենք ստեղ ինչ որ որոշում ենք կայացնում, ինչ որ 3 կետեր ենք տպում, տարածում կամ ներկայացնում կառավարությանը, իմ կարծիքով մեր պարտքն է նաև այդ մասին ինչ որ մի ձև ու հնարավորինս շուտ մեր մարզերի ցուցարարներին էլ տեղյակ պահել, որ իրանք իմանան ինչ է կատարվում ընդհանրապես ու միավորված լինի, թեկուզ հեռավորության վրա։ Արտահերթի համար ժողովուրդ ջան, կամերաներ մի րոպե ֆիքսեն, մի քիչ ինֆորմացիա, ժողովուրդ ջան, չեմ ուզում պանիկա գցեմ, բայց ոստիկանության զորքերի շրջանում նկատվում է առաջ խաղացում զորքերի դռները բաց են, ավտոների մեկաշրջիկացը որ շարանը չէ։ Ուղղակի ուշադիր եք, առանց պանիկի։ Ներկան Վահագն Մինասյան, եթե նպատակահարմար կգտնեք 1-2 րոպե տրամադրել, գուցե հասցնենք ընթերցել, ինքը հանգամանալից պատասխան է Սերժ Սարգսյանի հայտարարությանը կապված աուդիտի եւ
Մի վարքյան հիմա որոշենք էլի բոլորը։ Հանգամանալից պատասխանը աուդիտի եւ սուբսիդավորման հետ կապված, ինչպես նաեւ մանր այլ արտահայտությունների, որոնք ըստ էության շատ կարևոր են։ Հստակ պատասխաններ է ձևակերպված այս տեքստում, այս տեքստի վրա աշխատել է բավականին ուշ Կարթագոնե էս մեկը։ Կներեք, ուրեմն այդտեղ տեղեք խնդրում եմ, էլի այդտեղ մի քիչ կամած։ Իսկ կներեք մի հատ ով է գրել այդ տեքստը։ Այստեղ ցույցի մասնակիցների ինչ որ մի խումբ, որ նպատակահարմար է գտնել զբաղվել տեքստ գրելով։ Մահակ ճանապարհով կարդա։ Ռուպերը աշխատում է։ Փոքր է շատ Հարգա, եթե շատ երկար ավելի նպատակահարմար չի Չէ, հիմա Ես փորձեմ շատ արագ, հա։ Ուրեմն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողների պահանջը չի կատարվել։ Առաջարկելով հեծի աուդիտի ընթացքում սակագնի թանկացվելիք մասը փոխհատուցել կառավարության միջոցով դնում է հանրության ուսերին։ Բյուջեն նույնպես գոյանում է մեր հարկերից եւ այս որոշումը միայն Ինտերրաո-ԵՍ ընկերության եւ հեծի ապաշնոր կառավարիչների օգտին է։ Չկա որևէ երաշխիք, որ աուդիտից հետո սակագինը չի բարձրանալու եւ որոշում կայացնողները այն նույն մարդիկ չեն լինելու, ովքեր արդեն որոշում են կայացրել սակագնի բարձրացման օգտին։ Նաեւ անխուսափելի է էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով շղթայական թանկացումների բեռը, ինչը կարծես անտեսվում է։ Սերժ Սարգսյանը փաստորեն շանտաժի է ենթարկում ժողովրդին, ասելով, որ չթանկացնելու դեպքում ավելի վատ կլինի եւ հեծի խնդիրների լուծման միակ ճանապարհը տեսնում է ժողովրդի վրա բեռ դնելով։ Չեն դիտարկվում այլ ճանապարհներ, օրինակ սնանկացման, առողջացման, հանրայնացման գործընթացները, ինչի մասին խոսել են պրոֆեսիոնալ տնտեսագետներ։ Ուստի մեր պահանջը ավելի հստակ տեսք է ստանում, չեղյալ համարել թանկացման հակասոցիալական որոշումը եւ այնուհետ միայն աուդիտ սկսել շահագրգիռ բոլոր կողմերի հավասար մասնակցությամբ։ Ինչ վերաբերվում է հեծի անարդյունավետ աշխատանքին, բազմաթիվ պատճառներից նշենք միայն մեկը։ Ինչու է Հայաստանի տնտեսությունն այդպիսի ողբերգական վիճակում, որ եռաֆաս հոսանքի ցածր պահանջարկի պատճառով մի վարքյան Շարունակեք։ Լսվում է, շարունակեք։ Ցածր պահանջարկի պատճառով ոչ շահեկան շահագործում է տեղի ունենում։ Արդյոք այստեղ իր դերը չունի իշխող վարչախումբը, որը պետական ռեկետի միջոցով խեղդամահ է անում անկախ գործող խոշոր միջին եւ երբեմն մանր բիզնեսը։ Իսկ Սերժ Սարգսյանի կողմից բողոքի մասնակիցներին ուղղված հանդիպելու հրավերի հետ կապված տեղին է հիշել, ոչ վաղ անցյալի փորձը 2011-ին եւ 2013-ին նրա հետ բանակցելու ընդդիմադիր ուժերի փորձերը կատարյալ ձախողմամբ են ավարտվել եւ նման հանդիպումներից կարծես ոչ ոք չի շահել դեռ, եթե մտադրված չէ ծախվել իհարկե։ Մի խոսքով մի քիչ էլ շարունակում անդրադառնամ որ ընդհատում եմ այնտեղ հյուրեր ունենք, էլի։ Շատ կարևոր բարբերություն է, էլի միջև պահանջները, ոստիկանության, իշխանամետ լրատվամիջոցների եւ այլ տիրահաճո բլոգերների կողմից շրջանառվող այն տեղեկությունների հետ կապված, որ ցուցարարների մեջ պահանջներից զատ այլ նպատակներով ժամանած մարդիկ կան, պետք է նշել, որ այստեղ բոլորս քույրեր եւ եղբայրներ ենք եւ եկել ենք մեր հանրության անապահով մասի շահը պաշտպանելու։ Կան ընտանիքներ եւ անհատներ, որոնց այդ 7 դրամ թանկացումը կարող է արտագաղթելու որոշման կամ անլուծելի խնդիրների առաջ կանգնեցնել։ Եվ եթե ցուցարարների մեջ կան էլ սադրիչներ, ապա դրանք վստահաբար վարչախմբի կամ ոստիկանության կողմից են ուղարկված, խաթարելու ցույցի խաղաղ բնույթը։ Նրանց վարքի համար պատասխանատվությունը ամբողջովին ոստիկանության վրա է։ Մենք հույս ունենք, որ այսուհետ ոստիկանները խոհեմություն կցուցաբերեն, չեն դիմի ապօրինի գործելավոճի եւ կդրսեւորեն իրենց որպես հասարակության գիտակից մաս։ Մենք շարունակելու ենք խաղաղ հավաքները, մինչև մեր իրական պահանջները չկատարվեն։ 1. Չեղյալ համարել թանկացման որոշումը, հեծում սկսել աուդիտ շահագրգիռ բոլոր կողմերի հավասար մասնակցությամբ, հեծի հետագա ճակատագիրը որոշելիս լիարժեք մասնակցության հնարավորություն ստեղծել բոլոր շահառուների համար։ Պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ին խաղաղ հավաքը ցրելու եւ ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու հրաման տվողներին եւ կատարողներին, հաշվի առնելով անցյալի փորձը, նաեւ գործընթացին ներգրավել տուժողների կողմից ներկայացուցիչներ, փաստաբաններ, հասարակական գործիչներ, որոնք կունենան հստակ լիազորություններ, տալ երաշխիքներ, որ չեն իրականացվի որևէ տեսակի հետապնդումներ տեղի ունեցած եւ հետագայում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ։ Այսքան։